Չգիտեմ ինչի համար ես այդպես մտածում։ Ինչի համար եմ մտածում։ Դե դու բարձ մարդ ես, Շուշան Մորքուր։ Դու ամեն ինչի մեջ մաքուրն ես սիրում։ Կեղծել չես սիրում։ Ու չես էլ կարողանում ընդունել այն մարդկանց, ովքեր ապրում են ուրիշ սկզբունքներով։ Դուրնա։ Երևի Վարդանն է։ Վերջը գնամ բացեմ։ Երինե, ես տեսնում եմ ինչ-որ տեղ ես պատրաստվում գնալ, հա? Հա, Արսեն, տեղափոխվում եմ։ Եվ ուր, եթե գաղտնիք չի իհարկե։ Ճիշտն ասած դեռ չեմ որոշել, ինչի ես հարցնում։ Չէ, ես նպատակ չունեմ հաստատ իմանալու թե ուր ես գնում, ուղղակի հարցրի։ Բա այդ դեպքում ինչի ես եկել։ Եկել եմ, որ քեզ տանեմ Աշոտի մոտ։ Ինչ է, մոռացել ես, որ Աշոտի հետ պայմանավորվածություն ունեք, իսկ դու այսքան ժամանակ չկար, չգիտեմ թե ուր ես, որտեղ ես կորել։ Արսեն, չեմ մոռացել։ Ուղղակի Արմանի հետ չեմ հանդիպել, դրա համար էլ չեմ գալիս։ Լսի Մելինե, այդ ամեն ինչը ինձ բացարձակապես չի հետաքրքրում։ Ես ընդամենը եկել եմ, որ քեզ տանեմ Աշոտի մոտ։ Հա, Արսեն, երեկոյան կմտնեմ ռեստորան։ Երեկոյան չէ, Մելինե, հիմա պետք է գաս։ Արսեն, այս ամեն ինչը սենց թողեմ ու դուրս գա։ Հա, թող ու արի ռեստորան։ Լավ, մի րոպե սպասի, գոնե ինձ կարգի բերեմ, հա։ Կսպասես։ Հա, կսպասեմ։ Բարև Արման։ Ես աչքից բժշկի մոտ եք գնում, հա? Հա Արման, եթե ուզում ես կարող ես գալ մեր հետ։ Բայց ես մեքենայով չեմ, երևի միասին քո մեքենայով գնանք։ Դե ուրեմն նստի մեքենա։ Միայն թե պատմություն չսարքեք։ Հանգիստ ո գիտեմ, Մարիա։ Հայկ, զգում եմ, որ մի նոր հիմարություն ես անելու։ Քեզ ոնց հետ պահեմ։ Քեզ ոնց հետ պահեմ, որ Արշակին անիմաց տեղը չվիրավորես։ Չնայած մի բան էլ եմ զգում։ Հայկը երևի իրավացի է։ Ու իզուր չէր Արշակը ինձ Արցախ եղտանա, Հայկի անցյալի մասին ինչ-որ բան իմանալու համար։ Չէ, Արշակյան, Սեդա հետ ես վերջերս են ծանոթացել։ Իսկ Դանիելի մահը ու 12 տարվա վաղեմություն ունի Արշակյան։ Բա ով է Հայկի կինը համը։ Այդ Դանիելի մայրը ով է։ Դանիելի մայրը։ Բայց ինչին է պետք Արշակյան։ Ինչ ես հարցնում։
Լավ, ինչ ասեմ, չես ուզում մի պատմի։ Նեղացար Արշակ ջան։ Չէ, համո ջան, ինչի պիտի նեղանամ։ Լավ, կասեմ Արշակ ջան, մենակ հայկին ոչ մի բան մի ասա, հա։ Թե չէ երեսովս տակ ասի, տելի բերանցը թրցրել ես։ Չեմ ասի համո ջան, ասա։ Դանելի մայրը մերել է։ Բայց մյուս մայրը, իսկական մայրը, ողջ է։ Համո չհասկացա, ոնց թե մի մայրը մեռել է, մյուսը ողջ է։ Արշակ, ինչի համար է իր տենց կպած ուզում երեխա մասին ամեն ինչ իմանալ։ Ինչի համար։ Չեմ կարող հավատալ, որ այդ կարա ճիշտ լինի։ Իսկ եթե ճիշտ է, Հայկ ինձ չի ների։ Չէ, չի ների։ Որովհետև ես եմ Արշակին ամեն ինչ պատմել երեխայի մասին։ Ես եմ Արշակին բացահայտել Հայկի գաղտնիքը։ Չէ, ես սենց ընկերոջս կորցնեմ։ Կկորցնեմ ընկերոջս։ Յա, էսում եմ տեսնում, Մելինե, ասնջա մորացել էիր մեզ։ Բարև Աշոտ։ Նստեք, նստեք։ Նստեք միշտ կերեք։ Դու էլ նստի Արսեն ջան, Մելինեն կարծում եմ դեմ չի լինի, ինքը շփվող աղջիկ է, չէ՞, դեմ չես։ Չէ Աշոտ ջան։ Աշոտ, ես ավելի լավա գնամ, մի քիչ կիսատ մնացած գործեր կան։ Լավ, գնա Արսեն ջան։ Դե առայժմ։ Ինչի՞ չես օգտվում։ Ինչա անտրամադիր ես։ Չէ, ուղղակի ուզում եմ հասկանամ ինչի ես ինձ կանչել։ Դու մոռանում ես, որ մենք ընդհանուր ծրագիր ունենք։ Հա, դրա համար ես կանչել։ Ինչի ուրիշ պատճառ կա, որ պիտի կանչեի։ Կարող է ինչ-որ ուրիշ բան կա, որ չգիտեմ։ Չէ, որքան ես գիտեմ, ուրիշ պատճառ չկա։ Իսկ ինձ թվում է, որ պատճառ կա։ Ու դու դրա մասին շատ լավ գիտես։ Հա, ասա համո, լսում եմ։ Հայկ, ես մի բան հարցնեմ, մենակ ասա հա թե չէ։ Ասա։ Հայկ, Արշակը հետը դա։ Չէ, հետս չի, հանգստացիր։ Հայկ, Արշակին բան ես ասել։ Չէ, համո, եթե նկատի ունես Դավիթին, ես Արշակի հետ Դավիթի մասին չեմ խոսել։ Ուզում էի խոսել, բայց հետո միտքս փոխեցի։ Հայկ, քեզ ոնց հասկանամ, Հայկ։ Մտածեցի, որ դեռ ժամանակը չի։ Բա հիմա որտեղ ես։ Դավիթի դպրոցի մոտ եմ։ Ինչ։ Ուզում եմ Դավիթի հետ խոսել։ Հայկ, դու Դավիթի դպրոցի տեղը որտեղից գիտես, Հայկ։ Մարդու մտքին տեղ լինի համո, որ մտքին մի բան դնում ես սրտանց, ուզում ես, կարող ես ամեն ինչ էլ իմանալ։ Դու Դավիթին ոչ բան չասես, Հայկ։ Համո կներես, բայց ես եմ որոշում, խոսեմ թե չխոսեմ։ Ես ուզում եմ խոսել որդուս հետ, ու կխոսեմ, թեկուզ ամբողջ աշխարհը դեմ լինի դրան։ Հայկ, ախր դու հասկացի ինչ ես անում։ Հայկ, դու դրանով կարող ես երեխուն վնասել։ Հայկ, Դավիթը ոչինչ չգիտի, Հայկ։ Ճիշտ է, չգիտի, ու պետք է այդ սխալը ուղղել։ Հայկ, շտապ արի օֆիս։ Ես քեզ լուրջ բան ունեմ ասելու։ Չեմ կարող համո։ Հայկ, Համո կներես էլ չեմ կարող խոսել։ Հայկ, խնդրում եմ արի օֆիս։ Ես քեզ լուրջ բան ունեմ, իսկապես լուրջ բան ունեմ ասելու։ Հա, կգամ, բայց հիմա չի, ավելի ուշ։ Ֆուա, Հայկ, ես ինչ ես անում։ Ես նոր մեղք ես վերցնում վրա։
Էդգար, էստեղ ես։